Աշխարհը բախվում է ուսուցիչների զգալի պակասի, արձանագրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համահեղինակած գլոբալ զեկույցը։ Ըստ այդմ, մինչև 2030 թվականը 44 միլիոն ուսուցչի կարիք է լինելու, նաև հաշվի առնելով այն, որ շատերն աշխատանքը թողնում են առաջին 5 տարում։ Անցանկալի հեռանկարից խուսափելու համար զեկույցն առաջարկում է խնդրի լուծման ամբողջական մոտեցում։ Համակարգում նոր ուսուցիչներ ներգրավելուց բացի ապահովել նրանց մնալուն նպաստող գործոններ՝ մոտիվացիա, բարեկեցություն, աշխատանքային պայմաններ, սոցիալական կարգավիճակ, մասնագիտական զարգացում, ինքնավարություն։ Ճգնաժամը վաղուց է բացահայտվել, արդեն 16 թվականին խոսքը գնում էր անգամ ավելի մեծ թվի մասին, հիմա այդ թիվը մի քիչ նվազել է, այնպես որ աշխարհում կա առաջընթաց այդ առումով, չնայած ավելի շատ առաջընթաց կա ասիական երկրներում, քան եվրոպական։ Կրթության փորձագետի կարծիքով Հայաստանն էլ առաջընթացի հարցում դանդաղող երկրների շարքում է։ Հայաստանում հստակ վիճակագրություն գոնե բաց աղբյուրներում այսօր չկա, թե որքան մենք իրական կարիք ունենք հարցերին այսօրվա պակասի մասին, չէ որ հայտնի է մոտավորապես ուսուցիչների 10-15%-ի պակաս ունենք այսօր, թափուր տեղեր ունենք, ոչ են լրացվում, բայց այդ թիվը կարող է աճել, եթե այս միտումները շարունակվեն։ Կրթական գերատեսչությունում նշում են դեկտեմբերի վերջի տվյալով մշտապես չհամալրվող ուսուցչական հաստիքները մոտ 680-ն են։ Խոսքն այն հաստիքների մասին է, որոնց համար 2 անգամ հայտարարվել է մրցույթ, բայց այդպես էլ համալրում չի եղել։ 2023 թվականին այդ թիվը 1000-ից ավելի է եղել։ Իսկ թե ընթացիկ թափուր հաստիքները որքան են լինում, որոնք համալրվում են առաջին կամ երկրորդ մրցույթի ընթացքում, վիճակագրություն չկա։ Հանրակրթության վարչության պետը վստահեցնում է, ուսուցիչների պակասի բերումով դասաժամերը բաց չեն թողնվում, շնորհիվ տարբեր ծրագրերի, հեռավարուսուցում եւ այլն։ Ուսուցիչների պակասի պատճառների մասին խոսելով Արամ Փախչյանյանը նկատում է, նրանց միջին տարիքն այսօր 50-ից բարձր է, մեծ մասը կանայք են, որոնք հակված են ավելի շուտ հրաժարվել աշխատանքից հօգուտ թոռների եւ այլն։ Նաեւ մի զգալի մասը 1-2 տարի աշխատելուց հետո այլ աշխատանք է գտնվում եւ տեղափոխվում է, որովհետեւ այդ տարիքում իրենք երկու խնդիր ունեն։ Առաջինը իրենք դեռ իրենց դիտում են բավականին ազատ մասնագիտության ընտրության առումով, դեռ վերջնականորեն չեն կապվել։ Մյուս կողմից էլ իրենց մոտ կա հմտությունների լուրջ պակաս, իսկ աշխատանք ուսուցչի բավականին մարտահրավերային է, առավել այսօր։ Հանրակրթության վարչության պետը նկատում է առաջին տարիներին աշխատանքը փոխելու հավանականությունն առհասարակ աշխատաշուկային հատուկ երևույթ է, ոչ միայն ուսուցիչներին։ Նաև նշում է, զեկույցում կանխատեսվող վտանգները շատ սուր չեն զգում։ Մեզ մոտ այս հարցի ուղղությամբ քաղաքականության փոփոխությունը կարծում եմ ամբողջությամբ արտացոլված է մեր կրթության զարգացման պետական ծրագրում մինչև 2030 թվականի եւ առնվազն վերջին 2 տարիների ցուցանիշները, որ մենք ունենում ենք համակարգում նոր ընդգրկված ուսուցիչների վերաբերյալ, մեզ վստահություն է տալիս, որ ճիշտ ճանապարհով ենք գնում։ Այս ուսումնական տարում առաջին անգամ դպրոցում աշխատանքի է ընդունվել մոտ 2150 ուսուցիչ, նախորդ տարի այդ թիվը եղել է ավելի քան 2600, ու թեպետ նվազում կա, վարչության պետը կարևորում է հանրագումարային արդյունքը, ընդ որում նոր ուսուցիչների մոտավորապես կեսը մինչև 35 տարեկան է։ Թամարա Սարգսյանը թվարկում է այն ծրագրերը, որոնք դպրոցը գրավիչ են դարձրել, օրինակ ուսուցչի շարունակական մասնագիտական զարգացման եւ դրա հետ փոխկապակցված վարձատրության բարձրացման մեխանիզմներն են, կամավոր ատեստավորումը, տարակարգը, որոնք հնարավորություն են տալիս, որ ուսուցիչները իրենց գիտելիքի եւ իրենց մանկավարժական ունակությունների հավաստման միջոցով ավելի բարձր վարձատրություն ստանան։ Ուսուցիչները հավելավճար են ստանում, եթե դասավանդում են բնագիտական առարկաներ կամ եթե աշխատում են փոքր գյուղական դպրոցում, որտեղ սովորողների թիվը 100-ից պակաս է, ու հետևաբար ժամանականակը նույնպես։ Դրույքաչափը եւս նվազել է։ Այսինքն, եթե նախկինում մեկ դրույքի համար նախատեսված վարձատրություն ստանալու համար ուսուցիչը պետք է դասավանդեր 22 դասաժամ, հիմա արդեն տարրական դասարաններում մեկ դրույքը 18 դասաժամն է, միջին ու ավագ դասարաններում 20 դասաժամը։ Հայաստանի մասով մեր կանխատեսումները այդքան հոռետեսական չեն 2030 թվականի համար, բայց ել եմ ասում, դա միայն այն դեպքում, երբ որ մենք շարունակենք այն գործընթացները, որ սկսել ենք ավելի հետևողականորեն անել, շարունակաբար բարելավել եւ փորձել հասկանալ, թե այլ ինչ կարելի է անել։ Ծրագրերի մի զգալի մասը լավն են եւ տանում են դեպի զարգացում։ Ուսուցիչները, որոնք սովորեն լավ աշխատել,
որոնք ձեռք կբերեն բավարար հմտություններ, շատ ավելի արդյունավետ կլինեն եւ իրենց աշխատանքը քեշտանա, իրենց աշխատանքը դուր կգա։ Կրթության փորձագետը կարևորում է նաև, որ ուսուցիչներին տրվող ինքնուրույնությունը միայն թղթի վրա չլինի։ Տնօրենները իշխանիկներ չլինեն, որոնք հիմնականում պարտադրում ու պահանջում են եւ քիչ աջակցություն ցուցաբերում, որովհետեւ լավ ղեկավար չեն։ Կարևորում է նաև, որ ուսուցչի մասնագիտությանը հատուկ կարգավիճակ տրվի։ Դեռ շատ ռիսկային գոտում ենք մենք գտնվում, որտեղ Հայաստանը գտնվում է արագ զարգացող երկրների շարքում, իսկ արագ զարգացող երկրների համար մեծ մարտահրավերն է, որտեղ տնտեսության մեջ թափուր տեղեր ոչ միայն ուսուցչության ոլորտում են առաջանում, շատ տեղերում են առաջանում, երբ որ երկիրը զարգանում է տնտեսապես։ Եվ ուսուցիչները շատ լավ մասնագիտական հատկանիշներ ունեցող մարդիկ են, ովքեր տեղ կգտնեն այլ ոլորտներում եւ կհեռանան առավել եւ դա շեշտվում է նաեւ այս ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետազոտության մեջ, առավել դա վերաբերում է բնագիտական առարկաների եւ մաթեմատիկային, այնտեղից արտահոսքը ահռելի է։ Մենք օրինակ վերջերս շատ հաճախ քննարկում ենք այդ ուսուցչի կարգավիճակի վերաբերյալ համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակման հարցը, որը ուսուցչի համար որոշակի սոցիալական երաշխիքներ պետք է ապահովի եւ հանրապես պետությունը կարծում եմ կամաց բոլոր քայլերով ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտությունը շատ կարևոր է, կարևորված է, արժևորված է եւ դա մարդկանց պիտի որ խթանի այս մասնագիտության մեջ մնալ եւ գալ։ Ֆելիքսը մանկավարժական համալսարանի մագիստրատուրայում է սովորում, միևնույն ժամանակ աշխատում է դպրոցում։ Մանկավարժի ընտանիքում է ծնվել ու թեպետ սկզբում մտադրություն չի ունեցել շարունակել ծնողների ու պապի ուղին, բայց հետո փոխել է կարծիքը։ Հետագայում հասկացա, որ մեր դպրոցը ունի մանավանդ տղա ուսուցիչների պակաս ու արդեն որոշեցի ակտիվ ներգրավել դրան ու հիմա էլ արդեն աշխատում եմ դպրոցում որպես համաշխարհային պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ ու փորձում եմ կրթել մեր նոր սերունդներին, սովորեցնեմ իրենց պատմություն։ Մագիստրատուրայում դասերը այնպես են, որ ընդամենը 1 օր են գալիս համալսարան ու դպրոցում էլ դասաժամերը այնպես են բաշխված, որ չխանգարեն համալսարանի դասապրոցեսին ու ես 2 տեղն էլ հասցնում եմ աշխատել դպրոցում եւ սովորել համալսարանում։ Մանկավարժներ պատրաստող բուհում որոշակի դրական փոփոխություն են նկատում թե դիմորդների թվաքանակի առումով եւ թե շրջանավարտների դպրոցում աշխատելու ցանկության։ Վերջինի մասին միայն դիտարկումներ են։ Առաջիկայում պատրաստվում են ուսումնասիրություն անել, հստակ ցուցանիշներ ունենալու համար։ Եթե շատ լավ տարիների հետ համեմատենք, նախկինում մանկավարժական համալսարանը ունեցել է մինչև 16000 ուսանող, ուսուցման բոլոր կրթական բոլոր ձևերով, բայց գիտեք, ինչպես բոլոր բուհերում, այնպես էլ մանկավարժական համալսարանում այդ տարիներից հետո անընդհատ նվազում է գնացել եւ մենք վերջին տարիներին արդեն ունեցել ենք 5500-ի կարգի ուսանողներ եւ կարծես այդ թիվը ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի կարողանանք գոնե այդ թվաքանակը պահպանելու։ Այս տարի ոչ միայն պահպանել են, այլև աճ են ունեցել մի շարք փոփոխությունների արդյունքում։ Մասնավորապես հեռակա ուսուցման համակարգում միջին մասնագիտական կրթություն ունեցողները իրավունք ունեն առանց ընդունելության քննությունների ուսումը շարունակել իրենց մասնագիտությանը մոտ մասնագիտությամբ։ Փորձնական ծրագիրը ներդրվել է նախորդ տարի, բայց քանի որ ընդունելությանը քիչ ժամանակ էր մնում, արդյունքը երևացել է ավելի ուշ։ Մի ամբողջ տարվա աշխատանքի արդյունքում մենք այս տարի ունեցանք 260 դիմորդներ, ովքեր միջին մասնագիտական կրթությամբ ժամանակին ստացել էին որակավորում եւ իրենք մեզ մոտ ընդունվեցին հեռակա ուսուցման համակարգ։ Դիմորդների աճ կա նաև բակալավրում ու մագիստրատուրայում։ Դրան նպաստել է բնագիտամաթեմատիկական ուղղությունն ընտրած ուսանողներին տրվող կրթաթոշակը 70-ից 77 հազար դրամ։ ԲՏՃՄ ուղղության համար մեկ այլ արտոնություն եւս սահմանվել է, որի շնորհիվ նույնպես ապագայում դիմորդների թվի աճ է կանխատեսվում։ Գիտեք, որ բոլոր բուհերում ընդունելության քննության համար պարտադիր է մուտքային 2 առարկան հանձնելը, ԲՏՃՄ մասնագիտությունների համար նոր կառավարության որոշմամբ մեզ հնարավորություն է իրավունք է տրվել մեկ մասնագիտությամբ, մեկ քննությամբ ընդունվել այդ մասնագիտություններով ուսուցում ստանալու։ Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը վստահ է, ընդունելության դյուրացումը, բարձր կրթաթոշակը վտանգ չեն ստեղծում, որ մանկավարժի կրթությունը դառնա այդ շահագրգռության արդյունք ու ի վերջո շրջանավարտը կամ դպրոց չգնա կամ չլինի լավ ուսուցիչ։ Եթե մարդը ԲՏՃՄ ուղղվածությամբ ընդունակություններ չունի եւ ցանկություն չունի այդ մասնագիտությամբ կրթություն ստանալու, միայն կրթաթոշակը բավական չէ։ Ուղղակի կրթաթոշակը խթան հանդիսացավ, ուսանողները գալիս են իրենց ցանկության հետևից։
Աննա Զախարյան, Մհեր Կիրակոսյան, Հովհաննես Քյուրքչյան եւ Գևորգ Նահապետյան, Կիրակնորյալ լուրեր։